Vittima Pascale laudes Imorem Christiani Marse vita This is what you came for, blood on the game board, everybody dripping like rainfall. This is your moment, eyes on the pulpit, you think church just opened. And the singing my praises loud, 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 springing my name out loud, loud, loud. One more step, you're important now. Cause once you play God, once you play God, they're gonna crumble one by one. Now we're gonna ride right into the sun, like it's on the day my kingdom comes. Maybe we'll God, 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 God. Yeah, we God, 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 God. I'm on my knees playing for glory. Anyone read this underdog story? I can't lose myself again. Help me raise this heart. Heart unbreakable. Wants to play God, wants to play God. They're gonna crumble one by one. Then we gonna ride right into the sun. Take me to the day my kingdom comes. Wants to play God, wants to play God. They're gonna crumble one by one. Then we gonna ride right into the sun. Take me to the day my kingdom comes. Maybe we Ռոզա Սաֆարյան։ Ռոզա ջան, շնորհավորում եմ, ողջունում եմ քեզ։ Նախ շատ գեղեցիկ ես, սա մեկ, դա շատ կարևոր փաստ է բեմում եւ առհասարակ կնոջ կյանքում։ Ելույթը ընդհանուր ուներ շատ ոչ կոկիկ հատվածներ։ Մինչև այդ գլխային ռեգիստրում երգելը, այդ ֆենոմենալ նոտաները արձակելը դու քո տեսաուղերձում նշեցիր, որ փաստորեն գնացել ես վոկալի որոշ բաների տիրապետում ես, պետք է քաչ գիտակցես, որ երգը սկզբից պետք է սկսեն։ Նախ ակապելան ինձ ավելի դուր եկավ, քան երբ միացավ քո գործիքավորումը եւ դու սկսեցիր ռեչիտատիվ երգեցողությունը, հետո կլասիկան, խառնաշփոթ ստացվեց ամբողջ ելույթը։ Ինձ համար քո առաջին ելույթը ավելի հավաք էր, որպես առաջին ելույթ, ու ավելի ճիշտ էր։ Մի քիչ գոհ չեմ այսօր քեզանից։
Ռոզան իմ կարծիքով AI-ա։ Իսկական չի։ Վիդեոներ է։ Չէ, վիդեոներն էլ է AI եւ ձեր այդ վերևի նոտաներն էլ է AI-ոտ։ Ինձ համար հետաքրքիր է միայն այն ռեգիստրում։ Իսկ այն ռեգիստրից դուրս չէ։ Ես չէի լսի հաստատ միանշանակ, բայց իհարկե այն ռեգիստրը, որտեղ կարծես երկու հոգի դուետ են երգում իրար հետ։ Մեկը միանշանակ, որ զարմանում ես, ասում ես ինչպես է անցել առաջի փուլը։ Լավ, ինչպես է այս մարդը անցել առաջին փուլը, ուր էին իմ ականջները։ Հետո սկսում է երգել այն մասնակիցը, որ ասում ես, այս մասնակիցը շատ ուժեղ է, նա արժանի է լինել այս փուլում։ Այսինքն երկու մասնակցի պատերազմ էր մեկ ելույթի մեջ։ Ես կուզենայեմ, որպեսզի լիներ մեկ ընդհանուր ելույթ։ Անդրե, եթե դուք լինեիք նրա պրոդյուսերը, Ես չէի լինի նրա պրոդյուսերը։ Ենթադրենք AI-ով։ Չէ, ես չէի լինի։ Ես միայն իմ պրոդյուսերն եմ։ Պրոդյուսերա պետք է ասեք։ Այո, Տիգրան ջան, եթե դուք օրինակ լինեիք նրա պրոդյուսերը, դուք ինչպես կկարողանայիք նրան բեմում ներկայացնել, որպեսզի ավելի դրական արձագանքներ ստանար։ Ինքը հիմա շահեկան կանգնած է իր համստությամբ, իր գեղեցկությամբ, իր բեմական այսպես հմայքով, մնացած աշխատանքի եւ ճիշտ ընտրացանկի մասին է խոսքը եւ ինչ է պահանջում հասարակությունը հաշվի առնելով այդ լավ առումով։ Լսենք Վիկտորիային։ Ռոզա ջան, ողջույն, ես եւս շնորհավորում եմ քեզ։ Անընդհատ ուզում եի հասկանալ ինչ ստեղծագործություն է, ում գործներ, չգիտեմ, չկարողացա ընկալել ինչ ես երգում։ Մի հատ եթե կարելի է ասել, այո։ Իրականում գործը կատարում են 5 հոգի, խումբը ինքը, խումբ է, վերնագիրը Աստվածներ, AI-ը իրեպ ես եմ հավաքել։ Բրավո, այսինքն դու բազմակողմանի տաղանդավոր ես։ Ինչպես Աստված ստեղծել է մեր աշխարհը, երկիրը, դրա մասին էր ընդհանրապես։ Այսինքն եթե հավատաս քո ուժերին, ամեն ինչ էլ կստացվի։ Հիմնական գաղափարը այդպես էր։ Շատ լավ։ Երբ որ ակապելան այո սկսեցիր, այսպես բոլորս մի պահ սառեցինք, որովհետև իսկապես շատ սիրուն էր ակապելատ։ Հետո ինձ մոտ այսպես ամեն ինչ փլուզվեց, անկեղծ, որովհետև շատ տարբեր էր, շատ երկար էր, շատ խառներ ու ես չկարողացա ընկալել, չստացա այն էմոցիաները, այն ինչին սկիզբը սկսեցիր եւ սպասում էի։ Բայց շնորհավորում եմ քեզ, ապրես, աշխատել էր, պատրաստվել էր, բրավո։ Շնորհակալություն, եկեք բարձր ծափարություններով ճանապարհենք Ռոզա Սաֆարյանին։